Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 2-ի համար, ձայնս դեռևս քաշված է, հնարավոր է նաև ուղղակի շոքաշատ ենք սառը ջուր խմում, հետն էլ գորգռում, դրա համար էլ այս վիճակն է, հուսով եմ կանցնի վաղը, դե էլի կճանաչեք էլ ինձ թվում ձայնիցս, ուրեմն օրը 30 չորեքշաբթի է, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու, և ուզում էի մի բան նաև ասել ձեզ, քանի որ լուսնայինը չի լինելու, եթե կհիշեմ, կասեմ, եթե չէ, ուրեմն կներեք չէ, հիմա նայեմ կանգնած դիրք ունի արդյոք լուսինը, թե ոչ, մեկ րոպե, ուրեմն ամսի 2-ն է լինում, սա հունիսն ենք, հուլիս, ահա, դե ում որ հետաքրքիր է, հա իհարկե, հուլիսի 2-ին կանգնած դիրք ունենք, մինչև ամսի 4-ը, հետաքրքիր է, երեկոյան ժամը 23:30 րոպեից է լուսինը կանգնում, չնայած մեկ րոպե, լավ հասկացա, ուրեմն, այստեղ ամսի 1-ի գիշերը 00:46 րոպեից մինչև 1-ի գիշեր լույս 2 ժամը 01:16 րոպե և ամսի 2-ին արդեն ժամը 23:30 րոպեից մինչև ամսի 4-ը ժամը 13:33 րոպե լուսինը կանգնած դիրք ունի, այնպես որ ուշադիր եղեք, ինչ-որ կարևոր գործեր մի սկսեք, նաև ամսի 1-ից մինչև ամսի 9 դեռևս լուսինը աճում է, ամսի 10-ին կլինի լիա լուսին, դրանից հետո կլինի նվազող լուսին ամսի 11-ից մինչև 23-ը, նորալուսինը տեղի կունենա 24-ին և ևս լուսինը կնվազի, կաճի 25-ից 31-ը, իհարկե դե հուլիս ամսվա մասին է այստեղ խոսքը, կարող եք գրանցել ձեզ մոտ, ովքեր որ հետաքրքրված են, դե միշտ չի որ կարող եմ հիշել, ուղղակի այս պահին հիշեցի, միշտ չի որ կարող եմ հիշել և նշել, պետք է ուշադիր լինել դիմացը, միայն կանգնած դիրքերը կասեմ, որովհետև մնացածը բավականին շատ կերկարի արդեն, իսկ լուսնային ալիքը թող նորմալ բացվի լուսնային ալիքները և այնտեղ կարգին կանեմ, դեռ չգիտեմ, եթե մեկ այլ ալիք փորձեմ անել, դեռ որոշում եմ, որովհետև ալիքները արդեն խառնվեցին իրար, ես նման այդ բորշ չեմ սիրում, ամեն ինչը իր դարակներով, տեսնում եք նույնն էլ իմ ալիքներն են, ամեն ինչը իր թեմայի շուրջ, դրա համար չի ուզենա, որ այսքան խճճվեր և խառնվեր, դրա համար էլ բողոքում են, որ մարդիկ մյուս ալիքից գալիս են այս մյուս ալիք եվս նայում են դրա համար կատաղում բողոքում են, այսօր եմ էլի նկատել, որ էլի մի տեսանյութին բողոքել էին, այսքանը սիրելիներս, հիմա արդեն կնայենք կանխատեսումը, շնորհակալ եմ ժամերը ով որ գրում է, շատ շնորհակալ եմ, միշտ չէ որ չեք պատկերացնի այն կարգի շոկ է, որ ոնց որ ալարում ես վեր կենաս, անգամ գնաս քնես, հա, այդ կարգի շոկ է, և եթե անգամ սա եմ խոսում, օրինակ այստեղ ժամը 8-ն է, երեկոյան նոր ես խոսում եմ, նոր ես քարտ եմ անում, չնայած որ ժամը 8-ն է, բայց այստեղ 36 թե 37 աստիճան ջերմաստիճան է, մի խոսքով շատ բարձր է, շատ Ֆրանսիայի համար, ահա, այսքանը, գնայենք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում, ինչ է սպասվում խոյերին հուլիսի 2-ին,
Հարգելի խոյեր, այդ օրը ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, պայմանավորված եք, ժամադրված եք, ոմանք են ժամադրությունը հիանալի կանցնի, ոմանք նաև կարող պայմանավորված են եւ դրանից ուրախանաք կամ ձեր հարազատների հետ եք պայմանավորված, դա ձեզ բավականին շատ ուրախացնի, տրամադրությունը բարձրացնի։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք կամ քնից կարողանաք, որ այդ հարցերը լուծեք, կամ այնտեղ կամ հիվանդանոց է սա, որը որ կարող եք գնալ այցելել ինչ որ մեկին այնտեղ տեսակցության։ Նաև հանդիպում ունեք այդ օրը, որից են նամակ, լուր, փաթեթ կարող եք ստանալ, հնարավոր է նաև տեղեկատվությունը, փաստաթուղթի ստորագրումը եւ այլն։ Նաև սպասում եք, ինչ որ մարդկանց կարող եք սպասել, ինչ որ բանի կարող եք սպասել եւ հույսով լցված եք ինչ որ մի բանի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 2-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ոմանք գումար կստանան այդ օրը, ոմանք նաև կարող են գումար ծախսել, ես գումար եմ ծախսելու դրա եմ ասում, բայց գումար եք ստանալու առհասարակ, գումարի ստանալու քարտն է։ Նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի այդ օրը, երեկոյան ժամին ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 2-ին։
Հարգելի եկորյակները, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը, նաև հյուր կարող եք գնալ, որից է պետական հիմնարկություն, դե նաև որ ոնց որ առանց պայմանավորվել վերեկանում գնում եք, հա, դա եւս այդպես հյուր է կոչվում։ Նաև կարող եք գնալ հիվանդանոց, հիվանդատես, նաև մեկ այլ տեղ կարող եք գնալ։ Այնպիսի մի բան է, որ հստակ ժամ, օր չեք պայմանավորվել, վերեկանում գնում եք, հա։ Դա այս քարտերում ոնց որ էլի հյուր է։ Ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Նաև ինչ որ մի բան է ձեր ձեռքից գնում, ինչ որ մի բան հրաժեշտ կարող եք նաև դուք տալ կամ ինստինկտիվ այսպես թե այնպես համ բաց եք թողնում, համ գնում է։ Բայց դա ձեզ համար հիանալի է։ Դուք չեք կորցնում ոչինչ։ Այն ինչ որ կգնա, թեկուզ ով որ կգնա, ամենայն դեպս դուք որ ոչինչ չեք կորցնում, դեռ ինչ որ չափով մի բան էլ շահում եք։ Եվ երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, հնարավոր է ծնունդ է, հղիություն, ծննդաբերություն եւ այլն։ Յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված։ Այսքանը ձեզ համար, նաեւ առիթ ունեք։ Նա առիթ ունեք, որին կարող հրավիրել եւ այդտեղ տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր է երեխայի առիթը։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 2-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև գործնական հանդիպում, գործնական խոսակցություն կունենաք որևէ մարդու հետ եւ ինչ որ մի բանը ձեզ համար նվեր կարող է լինել, նաև ինչ որ չափով կամ կարող եք գնալ ինչ որ մի տեղ, հանդիպել, շփվել, գործնական խոսել եւ կարող է տվյալ անձնավորություն ծաղիկներով է գալիս, ինչ որ մի բան ձեռքը գալիս է կամ քաղցրավենիքով է գալիս, կամ դուք եք գնում քաղցրավենիքով։ Նաև հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, որը որ ձեզ համար շատ հավատարիմ է, մտերիմ է, իրեն տեսնելուց բավականին շատ կհուզվեք։ Ոմանք նաև այստեղ կարող են վիճել, հա, չի բացառվում, իրեն տեսնելուց վիճեք։ Ոմանք էլ այստեղ կարող է ուղղակի հուզվում եք, նավրը վաղուց իրար չեք տեսել եւ հուզվում եք։ Եվ դա մյուսը կարող է լինել նաև որ տուն եք մաքրում, տուն եք հավաքում, տուն եք մաքրում, ճանապարհ։ Ինչ որ մարդիկ ձեզ մոտ կգան, ինչ որտեղ դուք կգնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հուլիսի 2-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հնարավոր է նաև կապված է դա ինչ-որ մեկի առողջության հետ, ձեր առողջության հետ, նաև այդ օրը ոմանք կարող են զբաղվել իրենց առողջությամբ, կամ պետք է զբաղվեք ձեր առողջությամբ, նաև կարող գնալ նմանատիպ ինչ-որ կենտրոն, կոսմետոլոգի մոտ, կամ նման ինչ-որ տեղ, նաև որևից հետո հաճ պահեր կան այդ օրը, հեռախոսազանգ կունենաք, ինչ-որ բան է ձեր ձեռքից գնում, ինչ-որ մի բան կարող եք բաց թողնել, նաև նվեր կամ դուք կգնեք, կամ ձեզ համար կգնեն նվեր, ձեզ կնվիրեն, նաև այստեղ ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր են, կարող գնալ հարցազրույցի կամ շատ աշխատանք ունենաք, նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 2-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, դա կարող է կապված լինել որևիցե փաստաթղթի հետ, որևիցե նամակ ստանաք, որտեղ նշված կլինի, որ ինչ-որ հարցին լուծում է տրվել, կամ դուք ինքներդ կարող եք ինչ-որ մի բան ստորագրել եւ այդպիսով ինչ-որ հարցին լուծում տալ։ Գումար կստանաք նաև, հյուր կունենաք կամ դուք կգնաք կամ իրենք կգան, նաև կարող տուն եք մաքրում, որ հյուրերին ընդունեք, նաև ուշադիր եղեք, որ դա վեճ է նաև։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դա իհարկե ձեր ցանկությունները կիրականանան, հուսով եմ չմոռացա ասեմ։ Այնքան շոկ Գնայինք կշերքների։ Ինչ է սպասվում կշերքներին հուլիսի 2-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը հյուրեր կարող եք ունենալ,
հնարավոր է նաև պետական աշխատող է հյուր գալիս, բժիշկ է հյուր գալիս, հնարավոր է դուք եք գնում նման տեղ առանց զգուշացնելու, առանց պայմանավորվածության, ուղղակի վեր եք կանում եւ գնում եք։ Նաև քայլանելուց առաջ երկար մտածեք, հետո նոր քայլ արեք, որ սխալ բաներ չլինի։ Այստեղ տան հետ կապված ոչ իրադարձություններ են կամ տանը բժշկի հետ կապված, տանը անդամների եւ բժշկի հետ կապված, որը ամեն ամիս լինում է եւ այդ ամիս եւս այն տեղը կունենա։ Հնարավոր է նաեւ տանում եք ամեն ամիս բժշկի դուք ինքներդ, կամ բժիշկ է գալիս տուն ինչ որ մի պրոցեդուրա է անում, կամ ինչ որ մի բան է կարող տան հետ կապված, որը նաև ձեզ համար գլխացավանք կարող է լինել, դա կարող է լինել օրինակ տան վարձը, որ ամեն ամիս տալիս եք եւ այս ամիս մի տեսակ ձեզ համար ոնց որ գլխացավանք լինի։ Եվ ոմանք տուն կմաքրեն, ոմանք նաև կարող են վիճել, ինչ որ մարդկանց հետ դրա համար քայլանելուց առաջ երկար մտածեք։ Եվ դե ովքեր որ գործ են անում, հնարավոր է նաև գան ստուգման, դա եւս հաշվի առեք։ Եվ հանկարծակի լուր կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 2-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ տեղի են ունենում յուրաքանչյուր ամիս։ Հնարավոր է նաև վերջի մեկ ամսվա իրադարձությունը ավարտվում ձեզ մոտ։ Բացի դա, այստեղ հանդիպում շփում ձեզ համար հավատարիմ մտերիմ անձնավորության հետ, եւ սա նաև հավատարմության հետ է կապված, հնարավոր է ինչ-որ մարդը հավատարիմ չի ձեզ կամ ուղղակի այդպիսի կողապատկերացում ունեք, որից որ ձեզ նաև այստեղ ցավ կա, հա, թե հիմա այդ անձնավորությունից է, որ վստահել էիք, թե ինչ է, այստեղ արդեն չեմ կարող հստակ ասել։ Ամենայն դեպս ցավ ունեք, բայց տխրություն չունեք։ Եվ որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնի ավարտել։ Ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև այստեղ ժամի հետ կապված խնդիրներ կան, ինչ որ մի բան այնպես չէ, հետո կարող եք տատանվել, որովհետև տհաճ պահեր կան կամ ասել են չեն գալիս ժամի հետ կապված կամ նաև դուք կարող եք ուշանալ դա տհաճ պահեր լինի եւ հետո սկսեք մտածել, տատանվել, թե ինչ անել, ինչպես այդ հարցին լուծում տալ։ Նաև նվեր, կամ դուք նվեր կստանաք, կամ նվեր կպատրաստեք ինչ որ մեկին, կամ կգնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։
Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 2-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեզ կարող են հրավիրել որևիցե առիթի, նաև ինչ-որ հարցերում տատանվում եք, միգուցե նվերը ինչ տանեք, կամ նաև եթե դուք եք առիթը պատրաստում, դուք եք անում այդ առիթը, ապա կարող է նաև ինչով կերակրեք այդ մարդկանց։ Նաև սպասում եք, ինչ-որ մարդկանց եք սպասում, կամ ինչ-որ բաների եք սպասում, և որոշ գործեր կմնան, որոշ գործեր չեք հասցնում անեք, ավարտեք, վերջացնեք։ Նաև ոմանք կարող են ժամադրվել իրենց սիրելիի հետ, ոմանք նաև կարող են պայմանավորվել իրենց սիրելիի հետ և հանդիպեն սիրելի մարդկանց հետ, հարազատ մարդկանց հետ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Ոմանք հիվանդանոց է, կարող այստեղ հիվանդանոցից ինչ-որ մարդիկ են դուրս գրվում կամ երեխային են բերում տուն, այդպես։ Եվ իհարկե այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 2-ին։ Հարգելի այցեղջյուրներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք, կամ ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մարդկանց հետ։ Նամակ, լուր, փաստաթուղթ, սա կարող փաստաթուղթ եք ստորագրում, փաստաթուղթ եք ստանում ինչ-որ մեկից, փաթեթ եք պատվիրել, հա, դա է գալիս ձեզ հասնում։ Նաև ճանապարհ եք գնալու, կամ նաև ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։
Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 2-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որևիցե հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, ուղղեք։ Նաև հեռախոսազանգ, որևիցե նորություն կարող լսել այդ օրը։ Ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ տեղ են ունենում յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս ինչ որ մի բան տեղի կունենա կամ կարող է նաև ավարտվել, որևիցե գործողություն, գործունեություն եւ ձեզ սիրված կզգաք։ Նաև կարող է ձեր սիրելին, ինչ որ մի բան գումար էր ուղարկում կամ դուք եք ուղարկում, ունեն դեպս սիրելիի հետ է դա կապված կամ հարազատ մարդկանց հետ է դա կապված։ Իրենց հետ կապված կարող է ինչ որ մի բան ավարտվի։ Կամ եւս էլի, եթե գումար էին ուղարկում, եւս էլի գումար փոխանցեն։ Նաև այդ օրը ինչ որ հույսով եք, հույսով լցված եք կամ հույսներ դել եք ինչ որ մեկի վրա, ինչ որ բանի վրա եւս հանդիպում ունեք, նաև այստեղ սուտ, ուշադիր եղեք այդ ստի հետ կապված եւ իհարկե գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այդտեղ նաև կարող է սիրելի հետ կապված ինչ որ մի բան է։ Մեկ ամիս օրինակ կարող պատրաստվում եք ինչ որ մի բանի ձեր սիրելի հետ կապված։ Այսքանը։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 2-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ դուք եք որևէ առիթ կազմակերպելու կամ առիթ եք հրավիրված լինելու։ Նաև ինչ որ հարցում կարող եք տատանվել, ծանր թեթև անել եւ ձեր ձեռքում է, թե որքան գումար կծախսեք, ինչ կանեք,
նաև գումարի հետ կապված է, այստեղ կարող է արժեք եք ասում եւս էլի ձեր ձեռքերում է։ Ոմանք այստեղ իրենց հարազատ մարդկանց հետ շրջապատված կլինեն, հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ, կամ կարող եք շփվել, խոսել, կամ հանդիպել այդ օրը, կամ իր առիթին եք, կամ նման մարդիկ են գալու ձեր առիթին, եւ ձեզ շատ սիրված կզգաք, ձեզ շատ լավ կզգաք, ոմանք կարող են սիրահարվել, ոմանց նաև կարող են սիրո խոստովանություն անել, կամ նաև դուք սիրո խոստովանություն անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։